Աստված օգնական Սրբազան։ Աստված պահապան, Գառնիկ, ողջույն։ Բավականին երկար ժամանակ է ինչ եկեղեցի իշխանություններ հարաբերությունները մեղմ ասած լավ չեն, դրանք էլ ավելի սրբեցին։ Ընդ որում թիրախավորվում է ոչ միայն եկեղեցին, այլ նաև նրանք, ովքեր կանգնում են եկեղեցու կողքին։ Սամվել Կարապետյանը դրա վառ օրինակը բավականին հնչեղ մի դեպք, երբ աջակցություն հայտնելով եկեղեցուն, կանգնելով եկեղեցու կողքին կամ պատրաստակամություն հայտնելով եկեղեցուն աջակցելու, թիրախավորումներից զերծ պահելու, մենք ունենք հիմա մի դրվագ, երբ մարդը կալանավորվել է 2 ամսով։ Ինչ կարող եք ասել, ինչ վերաբերմունք ունեք այս իրադարձություններին, իհարկե հասկանալով, որ դրական վերաբերմունք ամենևին չեք կարող ունենալ, բայց այդուամենայնիվ որն է լինելու հաջորդիվ հետագա քայլերը, որպեսզի նման միջադեպերը չդառնան սովորական։ Տեսեք, շատ բացասական երևույթ է եւ ընդհանրապես ինչ տեղի է ունենում այդտեղ, բացասաբար է ազդում Սփյուռքում ապրող մեր հայրենիների վրա եւ ժողովուրդը բարձ մարդիկ, որոնք ովևէ կապված չեն այս կամ այն ուժերին, ցավ են ապրում եւ իրենց վրդովմունքն են ապրում։ Վերջին օրերին մի քանի տասնյակ մարդիկ են զանգարել, մոտեցել, վստահ եմ իրենք նաեւ բարձրաձայնում են այդ մասին։ Իսկ ինչ վերաբերում է Սամվել Կարապետյանի ձերբակալությանը, դա ցավալի, դատապարտելի երևույթ է եւ փորձում են լրացնել նրանց, ովքեր որ եկեղեցու կողքին են կանգնած։ Սա կարող է լուրջ հետևանքներ ունենալ, ազդել մարդկանց վրա, ովքեր հատկապես սփյուռքահայեր, ովքեր որ բիզնեսներ ունեն Հայաստանում, ովքեր որ փորձում են օգնել Հայաստանին, ովքեր որ փորձում են ներդրումներ ունենալ։ Գիտեք, մարդիկ խոսում են, քննարկում են, արձագանքները գնալով այսպես շատանում է։ Դրսում մարդիկ ավելի պարկեշտ են իրենց խոսքի մեջ, իրենց արտահայտչած ձևերի մեջ, կշռադատում են, երբեմն չեն հավատում այն, ինչ որ լսում են, եւ արձագանքները կլսեք, բայց ես հույս ունեմ, որ առողջ բանականությունը պիտի հաղթի, նաև common sense հասկացությունը կա պիտի հաղթի եւ պետք է իշխանությունները հետ կանգնեն այս քաղաքականությունից։ Սա ոչ մի օգուտ չի բերում ոչ մեկին, ոչ իրենց, ոչ մեզ, ոչ մեր ժողովրդին, ոչ մեր պետությանը, ընդհակառակը սա օգուտ է մեր հակառակորդներին ու թշնամիներին։ Սրբազան, մենք գիտենք, որ Սամվել Կարապետյանը եկեղեցու մեկենաս է, արդեն տարիներ շարունակ բարերար է, բարեգործ է, հատկապես աջակցում է եկեղեցուն, Մայր Աթոռին, Սուրբ Էջմիածնին եւ սրանով ինչ ուղերձ է հղվում աշխարհին։ Արդյոք այդտեղ Անգլիայում հարցեր չեն առաջացել եւ ձեզ հարցեր չեն տալիս, թե ինչու է եկեղեցու մեկենասը այժմ կալանավորվել եկեղեցուն սատարելու համար փաստացի։ Այստեղից մենք ունենք բարերարներ, որոնք եւս օգնում են, օժանդակում են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին եւ այս շաբաթ ես մի քանի հանդիպումներ եմ ունենալու եւ իրենք մտահոգ են, անհանգստացած են եւ պիտի զրուցենք այս մասին, տեսնենք ինչ կարող ենք անել։ Բոլորը անհանգստացած են։ Գիտեք, այս բախումները, խնդիրները երբ որ առաջացան, սա նոր չէին, հիմա ավելի սուր ձևով են արտահայտվել։ Շատ գործարար տղաներ այստեղ Սփյուռքում, որ կապված են մեզ, կապված են իշխանություններին, հստակ իրենց ասել են, որ Սփյուռքում մենք եկեղեցական ժողովուրդ ենք։ Սփյուռքի կյանքը համախմբված է եկեղեցու շուրջ։ Ես նկատի ունեմ դասական Սփյուռքը, որ ձևավորվել է հայոց ցեղասպանությունից հետո, արևմտահայ Սփյուռքը, գերակշռող մեծամասնությունը եկեղեցու հետ կապված մարդիկ են, եւ նման խնդիրները ուղղված նրանց բացասական ազդեցություն է թողում։ Սա լավ հետևանքներ չի ունենալու։ Դատապարտելի մերժելի ընթացք է սա, պետք է կասեցնել։ Այստեղ որևէ քաղաքական խնդիր չկա, որևէ աշխարհ-քաղաքական խնդիր չկա։ Պարզապես փորձում են լրացնել նրանց ձայնը, ովքեր որ կանգնում են եկեղեցու կողքին, այդքան է։ Ինչ է կարծում, սա շարունակական process է լինելու։ Չեմ կարող ասել։ Եվ հույս ունեմ, նորից եմ ասում, որ իրենք հետ կկանգնեն։ Հիմա մեկ այլ բարերար եկեղեցու, մեկ այլ նվիրյալ հայրենի գտնվում է Բաքվի բանտում։ Բաքվի բանտում են գտնում Արցախի ղեկավարները, զինվորականներ, հայրենիներ,
Մենք ինչ ենք անում, եկեղեցին ինչով է զբաղվում, ես ընդհանրապես քաղաքականությամբ ներքին Հայաստանի քաղաքական հարցերով չեմ զբաղվում, որովհետև ապրում եմ դրսում եւ սկզբունք է ինձ չխառնվելու ներքին քաղաքական հարցերին։ Մենք այստեղ զբաղվում ենք որքան հնարավոր է օգտագործելով եկեղեցու փափուկ ուժը, նպաստելու Բաքվի բանտերում պահվող մեր հայր գերիների ազատ արձակմանը, Ռուբեն Վարդանյանի, Բակո Սահակյան, Արկադի Ղուկասյան, Լևոն Մնացականյան, նվիրել հայրենիները եւ 23 հոգու անունը գիտենք։ Պլյուս դրան, ինչ է կատարվում Ադրբեջանի տարածքում հայկական մշակութային ժառանգությունը ոչնչացվում է, ոչ միայն ոչնչացվում է, այլ ռևիզիոնիզմ վերաշարադրվում է պատմությունը եւ ոչ միայն Արցախի տարածքում կամ Ադրբեջանի մնացաշրջաններում Արցախից զատ Նախիջևանի տարածքում մեր ժառանգություն, այլև գրքեր են հրատարակում եւ տևական ժամանակ իրենց են համանում բուն Հայաստանի տարածքում գործող մշակութային ժառանգությունը։ Մենք սրա դեմ ենք պայքարում։ Եվ սա ինչի համար է, իրենք հող են պատրաստում հետագայում Հայաստանը նվաճելու, ոչնչացնելու համար։ Մենք զբաղվում ենք Հայաստանի սահմանամերձ ժողովուրդների իրավունքների պաշտպանության հարցերով։ Այլ մտածում, որ պետությունը այսօր խոցելի վիճակում է գտնվում, միգուցե չի կարողանում բարձրացնել այդ հարցերը եւ եկեղեցին ուժը օգտագործում է նման խնդիրները բարձրաձայնելու համար։ Բայց այսօր մեզ լրացնում են դրա համար, իմ կարծիքով մտածում եմ միգուցե սա է պատճառը, որովհետեւ Վեհապար Հայրապետը Շվեյցարիայում ժողով էր մասնակցում, եկեղեցին է համաշխարհային խորհրդի կողմից հրավիրված, եւ այդ ժողովը գումարվել էր, որոշվել էր հրավիրել 2023 թվականի սեպտեմբերին, երբ որ Լաչինիչ միջանցքը փակված էր, պատվիրակությունը եկեղեցիների համաշխարհային խորհրդի եկել էր Հայաստան։ Այդ ժամանակ այցելել էին Գորիս, ցանկանում էին գնալ Լաչինի միջանցք, երբ որ սկսեց ագրեսիան։ Այդ օրերին որոշել էին այդ ժողովը գումարել։ Գնացել ենք այդ ժողովին մասնակցում ենք եւ գալիս ենք արժանանում ենք պարսավանքի, մեղադրանքների, քննադատության։ Սա մեր խաչն է, համբերությամբ կկրենք, բայց ժողովուրդը տեսնում է այս ամբողջը եւ վերջին հաշվով ժողովուրդն է ինքը որոշողը եւ գնահատական տվողը։ Մենք կատարյալ չենք, բայց նաեւ մեր մղումները ազնիվ են։ Մենք պայքարելու ենք մեր եղբայրների համար, լինի Բաքվի բանտերում, թե ցավալիորեն մեր երկրի բանտերում որևէ մեկ անարդար կերպով չպիտի հայտնվի ճաղերի ցանկում։